Մի գյուղում ապրում էին երկու մարդ։ Նրանց երկուսի անունն էլ Կլաուս էր, բայց մեկը 4 ձի ուներ, իսկ մյուսը միայն 1։ Եվ ահա, որպեսզի նրանց իրարից տարբերեն, 4 ձի ունեցողին անվանում էին Մեծ Կլաուս, իսկ 1 ձի ունեցողին Փոքր Կլաուս։ Հիմա լսեք, թե ինչ պատահեց նրանց, ախր սա եղած պատմություն է։ Ողջ շաբաթ Փոքր Կլաուսը պետք է հերկեր Մեծ Կլաուսի հողը, այն էլ իր միակ ձիով։ Դրա փոխարեն Մեծ Կլաուսը իր հերթին նրան օգնում էր շաբաթական 1 անգամ կիրակի օրերը։ Մեծ Կլաուսը Փոքր Կլաուսին տալիս էր իր 4 ձին միանգամից։ Օյ, ինչպես էր Փոքր Կլաուսը մտրակը շրխկացնում 5 ձիու վրա, կարծես թե բոլոր ձիերն էլ իր սեփականը լինեին։ Արևը շողշողում էր, զանգերը զրնգում էին, մարդիկ բոլորն էլ ձուկված, զարդարված, աղոթագիր քթևների տակ գնում էին եկեղեցի քահանայի քարոզը լսելու։ Նրանք բոլորն էլ տեսնում էին, որ Փոքր Կլաուսը վար է անում 5 ձիով, իսկ Փոքր Կլաուսը հրճվանքով շրխկացնում էր մտրակը ու գոչում. «Էհեյ, դուք իմ ձիուկներ»։ «Չհամարձակվես այդպես ասել», ասաց մի անգամ Մեծ Կլաուսը, «չէ՞ որ դու միայն 1 ձի ունես»։ Բայց ահա, նորից ինչ-որ մարդ է անցնում մոտով, և Փոքր Կլաուսը մոռանալով, որ իրեն արգելել են այդպես ասել, դարձյալ գոչում է. «Էհեյ, դուք իմ ձիուկներ»։ «Վերջ տուր իսկույն», վերջապես հրամայեց Մեծ Կլաուսը, «եթե դու մի անգամ էլ այդպիսի խոսք ասես, ես այնպես կխփեմ քո ձիու ճակատին, որ միանգամից հոգին կփչի»։